Բարի օր գործարարիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին թարմուղեղով զրույց ենք սկսում, մեր տաղավարում Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահն է Ռուբեն Մեհրաբյանը, բարի օր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, պարոն Մեհրաբյան։ Ամենավերջին իրադարձություններից կանք 3 բավականին թեժեր մեր ներքաղաքական իրավիճակը Սամվել Կարապետյանի հայտնած աջակցությունը եկեղեցուն, դրան հաջորդած նրա տան խուզարկությունը, այդ process-ները իրականում ինչի համար տեղի ունեցավ սա։ Այդ աջակցությունը պարզ է, չէ, որ այս պահին եւ այս իրավիճակում ինքնանպատակ չէր, որովհետեւ կարծես թե այդ թեման մի փոքր սառեցվել էր արդեն վարչապետի կողմից այլևս քանի օրեր ինչ որ խոսույթներ չէին պտտվում եկեղեցու շուրջը եւ կարծես թե իրավիճակը մի փոքր հանդարտ էր։ Սամվել Կարապետյանը իր հայտարարությամբ կարծես թե յուղ լցրեց կրակի վրա։ Սադրեց, այո։ Ինչու։ Ինքը ինչու արեց։ Այո։ Դատելով դրան հետևած Ռուսաստանի արտգործնախարարության ռուսական պրոպագանդայի այդ գեներալիտետի մի շարք այլ բոմոնդի ներկայացուցիչների խիստ օպերատիվ արձագանքից դատելով ես այստեղ տեսնում եմ շատ հստակ շահագրգռվածություն, որ դա հենց այդպես էլ լիներ։ Մանավանդ Սամվել Կարապետյանը Հայաստանում ըստ էության մոնոպոլ դիրքեր զբաղեցնող ընկերության սեփականատեր է, որում այդ մոնոպոլիան ժառանգել է ռուսական ընկերությունից եւ եթե դուք հիշում եք Էլեկտրիկ Երևանից հետո էր դա տեղի ունեցավ եւ դա ներկայացվեց որպես իբր կոմպրոմիս, հա այստեղ այո դիտարկվեց որպես արդեն ազգային անվտանգությանը սպառնացող հարց, որին եւ պետք էր արձագանքել, ինչն էլ եւ տեղի ունեցավ։ Արձագանքն շատ բուռն էր, բավականին աղմկոտ, կրքոտ, ինչը այսպես կարելի էր հասկանալ եւ պետք է հասկանալ։ Ցավոք սրտի սա շատ ուշացած որոշում էր, բայց սա այն դեպքն է, երբ լավ է ուշ, քան ավելի ուշ։ Այն միշտ մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանի հետ կապեր ունեցող անձինք միշտ խնդիրներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար եւ կարծես թե այդ ձեր ուշացածը, որ ասում եք ուշացած որոշում էր, միշտ շատ ուշացած է լինում։ Ինչու է այդպես ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ միշտ ուշացած է լինում, որովհետեւ մի քանի տարի եթե հետ գնանք, Նիկոլ Փաշինյանը նույն այդ ներդրումներ կատարող մարդկանց մասին շատ այսպես ջերմագին խոսքեր էր շռայլում, ընդունում էր, ասում էր ովքեր պետությանը ինչ իրար հետ գնում էին, ասենք իրենց ներդրում արած այդ վայրերում։ Այն ժամանակ էլ գիտեին, չէ՞, որ այդ մարդը Ռուսաստանի հետ կապ ունի, գործարարությամբ է զբաղվում։ Մոտեցման հարց է այստեղ։ Այնուամենայնիվ ես չեմ ուզում ասել, թե դա ճիշտ էր, թե սխալ, հա։ Այնու փորձենք հասկանանք։ Իրենք մտածում էին, որ լավ ինչ եղել է մինչ այդ, ինչ որ գալիս է X պահ եւ մարդը կարող է կանգնել ճիշտ ուղու վրա։ Բոլոր հարցերում կար նման մոտեցում, որը չի արդարացվում, էլի, հասկանում եք։ Այսինքն իրենց թվում էր, եթե իրենք են իշխանության, իրենց ժամանակ ամեն ինչ հնարավոր է բոլոր մեղսագործները դարձի կգան, կապաշխարեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Ոմանք գուցե եւ այդպես էլ վարվեցին ի վերջո, հա։ Ով օրինակ։ Դե ինչ որ մեկը կավ դարձի։ Ենթադրում են։ Դե կարող է կա, ես չեմ ճանաչում։ Բայց ոմանք էլ մենք տեսանք, որ դա չեղավ, որովհետեւ դա իրատեսական էլ չէ։ Ի վերջո մենք գիտենք բազմաթիվ երկրներում
եղել են ժողովրդավարական հեղափոխություններ, չէ, ավտորիտար ռեժիմներ, տոտալիտար ռեժիմներ են կործանվել եւ դրանց փոխարեն հեղափոխությունների արդյունքում եկել են նոր քաղաքական ուժեր, խմբեր, հա, գաղափարներ եւ այլն։ Եվ նրանք նախ եւ առաջ ինչ են արել, զատվել են այդ ամեն ինչից։ Այո, իհարկե, նաեւ գտնվել են մարդիկ, հատկապես են ստորին միջին օղակում պետության, նրանք շարունակել են աշխատել, ծառայել, այո, այդպիսինն էլ է լինում, եթե նրանք ներգրավված չեն եղել այն հանցագործություններում, որոնք իրականացվել են մինչև հեղափոխություն։ Իսկ ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ սա էլ է խնդիր, գիտեք, որովհետեւ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ եւ անցած 20 տարվա կրիմինալ դիկտատուրային իրավաքաղաքական գնահատական չտրվեց։ Այդպես էլ մենք չունենք փաստաթուղթ, ինչու տեղի ունեցավ այս հեղափոխությունը։ Լավ, ի՞նչն էր պատճառը։ Դե դրա համար չանվանենք էլի հեղափոխություն, ինչը հեղափոխվեց։ Դե տեսեք, այնուամենայնիվ դե ֆակտո սա հեղափոխություն էր, որովհետև շատ բան փոխվեց։ Դե տենց չի որ չփոխվեց, ոչ չփոխվեց։ Փոխվեց, իհարկե ոչ այն չափով, որքանով մենք կուզենք եւ ես բազմիցս որ քննադատել եմ իշխանություններին, քննադատել եմ հենց դրա համար, որ մենք այդ եզրերը լղոզել ենք, միշտեր պետք է հստակ զատել։ Մենք հստակ զատում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն հրդեհի հետ ենք գործ ունենում ու արագ սկսում ենք ցենց սիտուատիվ լուծումներով այդ հրդեհը մարել, այսպես շրջային քաղաքականությամբ ինչպես միշտ ասում են։ Իսկ մինչ այդ այսպես դե քանի խնդրեմ հրատապ խնդրեմ չի ստեղծվում մեզ համար, թող մնա, հա, այդ տրամաբանությամբ։ Մինչդեռ մենք համակարգային փոփոխության անհրաժեշտության առաջ ենք կանգնած, ընդ որում համակարգն էլ բարդ համակարգ է եւ ունի իր ենթահամակարգերը, դրանք ամբողջությամբ այո պետք է փոխել։ Ասես կարկատաններով, ասենց կիսատ պռատ, մենք նաեւ մի բաց թողում էլ շատ մեծ ունենք, մենք կարծեք թե արտաբերում ենք բառեր, հետո դառնում ենք այդ բառերի պատանդը, հա, դրանցից մեկն է բալանսավորված քաղաքականությունը։ Մենք ընդունում ենք կիսատ քաղաքական որոշումներ եւ այդ կիսա որոշումները, կիսա լուծումները կոչում ենք բալանսավորված։ Մինչդեռ դա բալանսի հետ, բալանսավորման հետ, բալանսավորվածի հետ որևէ կապ չունի։ Ես չգիտեմ տարբեր առիթներով մամուլի հետ իմ շփումներում ասել եմ, որ ամենավատ որոշումը դա սխալ որոշումը չի, ամենավատ որոշումը դա կիսատ որոշումն է, որովհետև վատ որոշումը կարելի է գցել մի կողմ եւ ընդունել այլ որոշում, փոխել, բայց կիսատ որոշումը դա իլյուզիա է ստեղծում, որ դուք իբր որոշում ունեք։ Հիմա այդ հարցով է կիսատության հարությունը չի հասկանում, լավ է իշխանությունը լավ է Ռուսաստանի Դաշնության հետ, թե լավ չի։ Ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնությունից, առհասարակ ուզում է ինչ-որ բան, թե չի ուզում։ Եվ նույնը Եվրամիության հարցում, արդյոք մենք ուզում ենք գնալ դեպի Եվրամիություն, արդյոք այն ձեր նախաձեռնությունները, որոնք այդքան պայքար տարվեց դրա համար, արդյոք դա նպատակին ծառայելու է թե ոչ։ Մարդկանց մոտ այս հարցերը կան, որոնց պատասխանները այդպես էլ մնում են օդում։ Տեսեք, այդ երկու հարցերը փոխկապակցված են։ Եվ այդ երկու հարցերն իրար հետ ես ունեմ ընկալում, որ հետեւյալն է։ Այո, կա գիտակցում, որ մենք Ռուսաստանի հետ այլևս ընդհանուր ոչինչ չունենք եւ չենք կարող ունենալ։ Մեր ճանապարհներն արդեն բաժանվել են։ Ում մոտ կա գիտակցում, բան ներական։ Իշխանության մոտ։ Եվ կա գիտակցում, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան Եվրամիություն։ Սակայն բայց իրենք այլ բան էին ասում Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Որ թույլ տակ կասեմ։ Եվ իշխանությունը դա փորձում է անել այսպես ասենք, ոչ շոկային, ոչ կոնֆլիկտային տրամաբանության մեջ։ Եվ արդյունքում այո ծնվում են Լավրովին ասած հայտարարություններ։ Հենց
այսօրվա Փաշինյանի հայտարարությունը, որ ես լավ աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի հետ եւ չեմ հավատում, որ նրանք մեր դեմ որում հարցնել տրված էր, որ այս հիբրիդային պատերազմի շրջանակներում արվում, ես չեմ հավատում, որ իհարկե ամեն ինչը շատ լավ հասկանում են, բայց նաեւ կա այս տրամաբանությունը, որքանով է սա հարց լուծող տարբերակ եւ որքանով չէ, սա արդեն ուրիշ հարց է։ Ես չեմ ասում, ես համաձայն եմ այս մոտեցման հետ։ Ես ասում եմ, նրանք համենայն դեպս ես տպավորություն ունեմ, նրանք այս մոտեցմամբ են առաջնորդվում։ Այսինքն բաժանվենք, բայց այնպես, որ շոկ չառաջանա, կոնֆլիկտ չառաջանա, կոլապս չառաջանա։ Ի վերջո, երբ Սովետը փլուզվեց եւ տեղի ունեցավ սովետի դեզինտեգրացիա, չէ՞, մենք ինչ իրավիճակում հայտնվեցինք, տոտալ կոլապսի։ Հիմա, որովհետեւ պատրաստ չենք այդ ժամանակ։ Հիմա տրամաբանությունն այնպիսին է, որ եկեք պատրաստվենք, հետո նոր գնանք ապահարզանի։ Իհարկե դա շատ ցանկալի է, բայց կստացվի։ Իսկ եթե սա արդեն հարց եմ տալիս, հա, իսկ եթե այնպես ստացվի, որ շաբաթն ուրբաթից շուտ գա, իսկ արդյոք այնպես է, որ մենք ամբողջությամբ կառավարում ենք կամ կարողանանք կառավարել այդ process-ը հենց տենց մեր ուզած, ոչ շոկային, ոչ կոնֆլիկտային տարբերակով։ Կարծում եմ ոչ, բայց տեսակ մի իրադարձություն տեղի ունեցավ 12-ի 13-ի գիշերը հունիս ամսվա, հենց մեր ամսվա, որ միանգամայն այլ իրավիճակ ստեղծեց։ Առաջիկայում վարչապետը պետք է այցելի Թուրքիա, ընդ որում դրա մասին խոսակցությունը գնում էր շատ վաղուց։ Այն Տիրանայից հետո, հա, միանգամից։ Այո, բայց այդ եւ այն ժամանակ չկար տպավորություն, որ տեղի ունենալու այն ինչ տեղի ունեցավ հունիսի 12-ին 13-ին։ Ես կուզեմ, որ Թուրքիա նախատեսվող այցը կապենք Սամվել Կարապետյանի հայտարարության հետ։ Արդյոք կապ ունի իրար։ Այո, իհարկե կապ ունի, այդ ամենը կապ ունի, որովհետև Ռուսաստանի համար ռուսական ազդեցության համար կատաստրոֆիկ է, եթե մեր տարածաշրջանում կոնֆլիկտներին տրվի երկարատև լուծում, որովհետև դրանից 5 րոպե հետո Ռուսաստանն այստեղ այլևս անելիք չի ունենա։ Ռուսաստանի այստեղ գտնվելը ամբողջությամբ զրկվում է իմաստից։ Նույնիսկ այն մտածածին իմաստներից է նույնիսկ զրկվում, հասկանում եք։ Հիմա իհարկե մենք մեր սպասելիքներն էլ այստեղ պետք է չափավորենք։ Այնպես չի, որ հիմա այս այցով իհարկե սա պատմական այց եմ համարում, բայց եկեք իրատես լինենք, Թուրքիայի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն, ինչը չկա եւ չի լինելու Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է պայմանավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, այսինքն մինչև Բաքուն իր առարկությունները չհանի հրապարակայնորեն։ Թուրքիան չի գնա այսպես ճեղքումների հայ-թուրքական հարաբերություններում, բայց այստեղ այլ կողմ կա։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումների տարբերություն, որը գնալով մեծանում է։ Թուրքիան դառնում է ել ավելի անհամբեր։ Թուրքիան բացատրում է, որ այս ճանապարհներն իրեն պետք են։ Այս պատերազմը, որ սկսվեց Իսրայելի եւ Իրանի միջեւ, նոր չափում է հաղորդում
այս այցին եւ Հայաստան-Թուրքիա երկխոսությանը եւ առհասարակ տարածաշրջանի երկրների հարաբերությունները եւ հավելյալ փաստարկներ է տալիս հոգուտ ոչ ստանդարտ քայլերի, հա, որոնց մասին, ասենք թե մի ամիս առաջ մտածելը թվում էր ոնց անորոշ ապագայի հարցեր, հա, եւ այլն։ Հիմա բնականաբար այս ամենը Ռուսաստանին դնում է շատ տհաճ կացության մեջ եւ նրանք այո անում են sense անկանոն շարժումներ եւ անելու են անկանոն շարժումներ այո կոպիտ ասած սրելու են մեր դեմ բոլոր իրենց ազդեցության տակ գտնվող շրջանակները իրենցից կախում ունեցող շրջանակները իրենց համակրող շրջանակները այո սրելու են մեր դեմ եւ նրանք էլ քանի որ փաստարկ չունեն անելու են հիմար հայտարարություններ անկանոն շարժումներ հիստերիկ արձագանքներ ենք լսելու իրենցից եւ այլն եւ այդպես շարունակ ասենք Մարիա Զախարովայի ասածն ինչ էր լավ հասկացանք Սամվել Կարապետյանը ձեր քաղաքացին է հասկացանք ցանկացած պետություն շատ ուշադիր է երբ իր քաղաքացին ինչ որ դատական process-ի մեջ է հայտնվում այլ երկրում դա նորմալ է եւ ինչ ասում բացի մեզնից մերն էլ նույնպես մեր համար էլ հիմա դե մեր համար նորմալ չի մեր քաղաքացիները բակվում են մենք անտարբեր էսպես ինչ ենք անտարբեր չենք process է գնում որի մասին եթե սկսի պաշտոնական Երևանը բարձրաձայնել օգուտ է տալու դրանից չէ վնաս միայն վնաս շատ լավ հասկանալով ինչ ռեժիմը բակվում ճիշտ դե եթե գործ արվի իմանանք վստահաբար գործ արվում է այդ գործ անելու մասին էլ եթե սկսեմ բարձր զեկուցել թե ինչ գործ արվում այդ էլ օգուտ տալու է չէ վնաս տալու է այո դե եկեք հասկանանք սենց դե բնականաբար շահարկելու է որ ահա գործ չի արվում եւ այլն չի գործ չի արվում շատ լավ է արվում խոսում են դրա մասին նաեւ արևմտյան գործընկերների հետ են խոսում դրա մասին շատ են խոսում դες Լավրով Մատվիենկո այցի ժամանակ էլ եղել է խոսակցություն բայց տեսնում ենք չի ազդում առայժմ չի ազդում հա կարող են հորդորել նրանք էլ ինչ ասեն դե մեր ներքին գործն է իրավական process-ը մենք չենք խառնվում Ալիևն ասի դե իրավական դաշտում ակնկալել Ադրբեջանից որևէ բան ահա այսինքն այստեղ պետք է քաղաքական որոշում քաղաքական լուծում լինի ճնշում դե ճնշումն էլ ինչ ասում ասում լավ ինձ ճնշում եք որ ինչ անեք դատա գնում է դատա որ գնա վերջանա կլնի դատա վճիռ այդ ժամանակ ինչ ճնշեք բաց թողեմ ես էլի կհասկանամ հիմա ինչ ճնշում եք ես ինչ անեմ ես չեմ ուզում արդարացնեմ ես ասում եմ մոտավորապես ինչ խոսակցություն կարող է լինել եւ ընդեղ էլ ինչ կպատասխանեն հասկանում եք ու հետո այդ հարց տվողը ավել բան դրանից հետո չի ասի Սա մասին է խոսքը եւ հիմա էլ եմ ասում ես ամեն ֆոնին այո մենք կարող ենք գործ ունենալ շահարկումների հետ մենք կարող ենք հույզերի հետ գործ ունենալ այդ ամենը միանգամայն հասկանալի է որինաչափ Պարոն Մեհրաբյան վերադառնալով Թուրքիա կատարվող այցին կատարվելիք սպասվող այցին մենք գիտենք եւ առհասարակ բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները հասկանալու համար նախ եւ առաջ միշտ փորձում ենք հասկանալ թե որն է այդ երկրից շահը եւ ինչ են ուզում մեզնից ստանալ եւ Թուրքիան էլ սովորական մի այդպիսի երկիր է ումից մենք պիտի հասկանանք թե ինչ են մեզնից ուզում եւ այս հրավերը ինչ նպատակով է այնպես չլինի որ պարզապես ասել շատ լավ է մենք փորձում ենք հարաբերություն կարգավորել մենք վեր ենք կենում եւ գնում ենք Թուրքիա պետք է ունենալ հստակ օրակարգ ինչի համար ենք մենք գնում Թուրքիա եւ ինչի համար են իրենք մեզ հրավիրում մեր ռազմավարական նպատակը Թուրքիայի հետ այս ժամանակաշրջանում դա հարաբերությունների նորմալացումն է
ինչ է տալու դա մեզ, ինչու ենք մենք նման նպատակ դնում մեր առաջ, որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը բերելու է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման եւ ճանապարհ է բացվելու մեզ համար դեպի եվրոպական շուկա, մերձավոր արևելյան շուկա, դեպի միջերկրական ծովի նավահանգիստներ, Սևծովյան նավահանգիստներ եւ այլն, դեպի Պարսից ծոց, չէ՞։ Այդ ամենը մեզ միայն օգուտ է բերելու։ Պլյուս դրան Թուրքիան հանդիսանում է Եվրամիության ընդհանուր մաքսային տարածքի մաս եւ Եվրամիության մաքսային տարածքը սկսվում է հայ-թուրքական սահմանից մեզ համար։ Եվ այո, սա ունենալու է չափազանց կարևոր նշանակություն հաշվի առնելով նաեւ այն հավելյալ գործոնները, որոնք ի հայտ եկան հունիսի 12-ի 13-ի գիշերվանից սկսած։ Այն է Իրանով օդային տարածքն է փակ եւ նաեւ ցամաքային տրանզիտն է հասկանալի պատճառներով եւս փակ։ Իսկ դա նշանակում է Հայաստանի ելքը դեպի ասիական շուկաներ փակ է։ Այո, մենք պետք է այդ վնասը, որը մենք կրում ենք, կոմպենսացնենք այլ ուղղություններով։ Եվ այստեղ պարզ է, որ այդ ուղղությունն է ուղղակի դա Եվրամիությունն է, Եվրամիության ընդհանուր շուկան։ Ես նաև սա այս գնահատականն եմ նաև համարում հիմքերից մեկը, թե ինչու Ռուսաստանը որոշեց գրոհել այ հենց հիմա, համարելով որ մենք հիմա մի քիչ նեղնանգած ենք եւ իր ներգործությունն ավելի էֆեկտիվ կլինի, քան ասենք այլ դեպքերում։ Ահա այն գործոնների հավաքականությունը, որոնց հետ մենք գործ ունենք։ Եվ այո, ես այս այցը համարում եմ չափազանց կարևոր։ Նաև տեսեք, մենք խոսում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումները այս պայմանագրի ստորագրման այնուամենայնիվ տարբերվում են։ Ադրբեջանն ինչ-որ անհասկանալի պահանջներ է դնում, որը դուրս են այդ պայմանագրից, ընդ որում Երևանն արդեն սկսել է բավականին կոշտ պատասխանել, որ տենց հարց չկա, չի լինելու նման հարց։ Թուրքիան այսպես նուրբ հորդորներով Ադրբեջանին փորձում է արագացնել։ Շատ ավելի կոշտ ձևով Միացյալ Նահանգներն են Ադրբեջանին հորդորում, Եվրամիությունը, Եվրոպան, հա, տեսեք, Ալեն Բերսեն, որ Երևանում էր, ինչ ասաց, մենք բարեկամաբար ճնշում ենք գործադրում Ադրբեջանի վրա, որ արագացնի, այո, որովհետև Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև ռազմավարական գործընկերությունը կարելի է իրականացնել ոչ թե օդով, այլ մի ինչ-որ կապող մի օղակով, հա, որն է մեր տարածաշրջանը, ուրիշը չկա։ Որպես հաբ։ Այո։ Եվ Ֆոն դեր Լայենն է ասում, դրա համար պետք է բաց լինի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանը, Սամարղանդում։ Եվ այո, այսպես, եւ այո, Ադրբեջանն էլ դրա մասը պետք է լինի, Հայաստանը պետք է դրա մասը լինի, Թուրքիան պետք է դրա մասը լինի։ Եվ մանավանդ հիմա, երբ որ այլ տարբերակ չկա։ Մի հատ նայեք այն քարտեզը ֆլայթ ռադարից սկրինշոտ արած, չէ՞։ Ռուսաստանի օդային տարածքը խիստ պրոբլեմային է, իսկ միջմայրցամաքային ուրեմն մարշրուտները չեն անցնում ընդեղը, Իրանինն էլ փակվեց, ընդեղով էլ չեն անցնում, եւ մեր այս փոքր տարածաշրջանը վերածվել է մի չափազանց ինտենսիվ տրաֆիկով, մի այսպես միջանցքի միջմայրցամաքային ավիաչվերթների համար։ Պարոն Մեհրաբյան, սա նաև հիմա խնդիր է դրվում, որ նաև պրոյեկտվի գետնի վրա եւ վերածվի նույն ֆունկցիոնալությամբ
ցամաքային անցման, հա, դրա համար այո պետք է արագացնել այս խաղաղության պայմանագիրը եւ դրանում այո Թուրքիան շահագրգռված է այնպես ինչպես Հայաստանը, բայց Ադրբեջանը ունի ներքին խնդիր եւս։ Դե հա, սեփական ժողովրդին ապացուցում։ Ինչի համար, որովհետեւ Ալիևի ռեժիմի ցեմենտը հակահայկականությունն է։ Ալիևը եթե գնում է խաղաղության համաձայնագրի, նա ստանում է արդեն նոր խնդիրներ ներսում։ Մենք խոսել ենք ձեզ հետ դրա մասին։ Այո, նրան հարցնելու են Իլհամ ուր է փողը։ Մեկ, երկրորդը ասելու են ինչու է Հայաստանում ՀՆԱ-ն մեկ շնչին ընկած ավելի բարձր նավթ չունեցող, գազ չունեցող, շրջափակված, մեր կողմից շրջափակված Հայաստանում, հա, ինչու է ավելի բարձր, քան նավթ ունեցող, գազ ունեցող, ճանապարհներ ունեցող Ադրբեջանում, կարեք բացատրել։ Բայց հիմա ով նման հարց տա, կհրճակվի որպես հայկական շպիոն եւ կձերբակալ։ Իսկ այն ժամանակ էլ չի հնարավոր չի լինի, հասկանու՞մ եք։ Եվ Ալիևի համար սա խնդրեմ է։ Դրա համար ինքը չի ուզում նաեւ իր կոմֆորտի զոնայից դուրս գա։ Սա էլ է խնդիր։ Պարոն Մեհրաբյան, Թուրքիան արդյոք թույլատրել է իր ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Չի ասի, որ թույլատրել է իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, բայց այս իրավիճակում Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի համար մեծացել է։ Սա շատ կարևոր է։ Պլյուս դրան Ադրբեջանի համար էլ Թուրքիայի նշանակությունը ներկայումս մեծացել է, որովհետև իր բոլոր տրանզիտային ծրագրերը կապված են ըստ էության Թուրքիայի հետ։ Այլ տարբերակ ուղղակի Ադրբեջանին չի իմանում։ Այո, մենք սրա հետ պետք է հաշվի նստենք։ Եվ մյուս կողմից էլ, այո, բայց հենց սա չի բացառում այն, որ Թուրքիան կարող է ուժեղացնել իր հորդորները, միանալ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հորդորներին, հա, եւ Ալիևը դրվի այն ընտրության առաջ, որ ավելի նվազ ռիսկային է այնուամենայնիվ գնալ Հայաստանի հետ նորմալացման, քան չգնալ։ Այս այսպես ասենք, այս բալանսների մեջ է մեր դիվանագիտության խաղը։ Հասկանում եք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Ռուբեն Մեհրաբյանն էր, իսկ ձեզ համար տաղավարում Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, կհանդիպենք, լավ եղեք։